Տեսենք այո աստիճան միլիոն զոհեր եղան, բայց շատ ավելի կարևոր է դերևս իմանալ, որ այսինչ անունով մեկը կար եւ այսպես ինքն է, որ ինքն է նաեւ զոհ եղավ կամ այս մարդն է, որ եկավ եւ ուրեմն իրենք շատ ճանք տապեցին, որ օգնեն, ուրեմն միայն Միրզայանցը չէր, իր հետ ուրիշ ընտանիքներ, սենյակները, տեկելյանները, ամենքը շուտով հայկական միությունը կազմեցին օգնության համար, ուրեմն եւ սկսան օգնել, ուրեմն այս վերաբերած կարտագաններին ոսկե տեսնեք նկարներ, ուրեմն ամոք որոնք հասան մեծ ամասնությունը թուղթ չունեին, կամ երբ թուղթ ունեին թուղթը, որուն վրա ուրեմն թուրքական կառավարությունը գրած էր արխիվված է վերադառնալ, ինը պրոպագանդը այդ թուղթը ունեին, որ շատ կարևոր թուղթեր են անում, ուրեմն այնպես կհասկանան, որ իրենք ապատրիդ եղած էին, ինչպես կսեն, ուրեմն իրենց երկիրեն վրընդված էին և ոչ մի ինքնություն չունեին։ Ուրեմն իրենք սկսեին, որ ուրեմն կացեք մեկ այդ դգարն ըրեք, նայցեք նպապաղոտ ունի, արխիվված է, չի գնար վերադառնալ, արխիվված է վերադառնալ։ Ուրեմն շատերը ունին այսպես թուղթեր, որ կնակ տեսնակ տուտանտեսի մեջ։ Հետո ուրեմն նաև ուրիշ ամերին կարտագաններուն օգնելու իրենք այս հին կաղութը ուներ փոքրիկ մադուրմը, Մարսելի գետրոնը, բայց շատ փոքրիկ, բայց իսին կացեք նգար վարեք քաղաքը և հետո այդ նգարով եկեք մեզ մոտ և իրենց ըսատին համեմատ կրեցին, որ ես այսինչ դեղը ծնած եմ, նագամար ես 7 գալ ծնած եմ, ասինչ անունչ անունս և մգրդված եմ հայ եմ, ուրեմն իրենց համար այդ թուղթը գնեին, որ կոնե թուղթը ունենան և որովհետև հետո այդ թուղթը ունենալով ինքնություն ունեին և եթե հետո պիտի երթային աշխատեին, պիտի կարողանային երթալ ֆրանսական ուրեմն գրասենյակներուն մոտ և կարողանային թուղթ մոդել։ Եվ քանի որ իրենց մեջ մեծամասնությունն ալ ֆրանսերեն չէր գիտեր, նաև զեդեղմանն ալ գրասենյակն բացին, Պետրոս Սամարյան անունով մեկն էր, որ ֆրանսերեն լավ գիտեր, ինքը սպահվեր իրենց թուղթերը պատրաստելու, որ իրենց օգներ, որ երթան կարողանան գործ գտնել։ Գիտեք, որ քանի որ 22-ին հետ պատերազմյան տարիներն են Ֆրանսա, շատ մարդ մեռած էր պատերազմի ընթացքին, ուրեմն գործարաններում մեջ գործավորի պետք ունեին և նաև նավահանգիստը, ուրեմն հայերը երթային և միայն հայերը չէ, անշուշտ ուրիշ իտալացի, իսպանացի ուրիշներ